Լեոնիդ Ազգալդյանը 1988 թվականից սկսված Արցախյան որորդ անգամ արդեն վերսկսված Արցախյան շարժման ակտիվ մասնակիցներից էր։ Այդտեղից եմ իրեն ճանաչում։ Ինձ իրեն ծանոթացեց Ռաստամատ Կանայանի քրոջ թոռը, Կանայան Բագրատը։ Դրանից հետո շատ լուրջ համագործակցություն կար մեր միջև։ Ես երկապահ կամավորականներին անդամագրվեցի, իսկ ինքը ազգային բանակ կառույցը ձևավորեց հանրապետական կուսակցության շրջանակում, բայց իրեն չթողեց, որ ինքը կուսակցության բանակ դառնա դա։ Իրոք ազգային ազգագրական բանակ էր։ Երբ ես ընտրվեցի Գերագույն խորհրդի պատգամավոր 1990 թվականին ու դարձա հանձնաժողովի քարտուղարը, գործի բերումով պետքա շփվեի տղաների հետ, հրամանատարների հետ։ Ին վրա իր գործած տպավորությունը չասեմ ցնցող, բայց ապշեցնող էր։ Այդ աստիճանի բարեկիր, այդ աստիճանի մտավորական, շատ մաքուր մարդ էր։ Մեկ անգամ խոսքի մեջ իրեն հարցրի, Լեոնիդ ջան, ինչի՞ չես ամուսնանում։ Սպան Բաղդասարյան, յետիմներինով պահի, պետությունը չի պահել։ Զարմանալի բան էր, բայց ինքը իմանալով դա, այնուամենայնիվ նվիրվեց իր երկրի ազատամարտին։ Սկզբից Վարդենիսում էր։ Այնտեղ ինքը վարժեցրեց տղաներին, մարզեց, այն մարդիկ ովքեր չէին համակերպվում իր դրած կանոններին, ծխում էին, խմում էին, բաներ, ինքը վատարում էր։ Նույնիսկ կարծեմ Համազգեստը զենքը ձեռքներից խլելով, եթե այդպիսի կային իր ջոկատում։ Ինքը ազնվագույն մարդկանց ջոկատում էր։ Ու երբ անցավ Արցախ, իր խոսքերը կրկնեց այսօրվա ապաշնոր վարչապետը ու թողեց օդի մեջ։ Լեոնիդ Ազգալդյանին վերջի անգամ հանդիպեցինք մեր փոքրիկ օդանավակայանում, որտեղից նա պետք է իր ջոկատով թռչեր, իսկ ես բեռներ պետք է հասցնեի Գետաշեն։ Ինքը կարողացավ այնպես անել, որ ինքը ինձանից առաջ ընկա։ Ես առաջ 90 թվականին կռվել էի Գետաշենում, պաշտպանությանը մասնակցել էինք, ընդ որում 12 տղաներով այստեղից էին գնացել։ 8 հոգի էլ այնտեղից Արցախից միացան մեզ, ու այդքանով մենք լուրջ դիմադրություն ցույց տվեցինք ազատ կամո գյուղերի պաշտպանության ժամանակ։ Հետո հեռուստատեսության, որ լսել էին ու ռադիոհաղորդումները, ադրբեջանցիները հաղորդել էին, որ իրենք այդ մարտում մեկ գիշերվա ընթացքում կորցրել են 120 վիրավոր և զոհ են տվել։ Իսկ մենք մոտավորապես 20 հոգի ենք։ Այդ անգամ ինքը թռավ ու դրանից հետո այլևս չհանդիպեցինք։ Ես Գերագույն խորհրդի պատգամավոր էի։ Ինքը առավել բան էր արժան։ Ինքը ամբողջ ազատամարտի ժամանակ շատ լուրջ հրամանատարի համբավ ուներ։ Շատ լուրջ հրամանատար էր։ Ու նաև ասում եմ, նորից ուզում եմ հիշեցնել, մտավորական էր։ Ու նուծուծով մտավորական։ Ֆիզիկոս։ Առողջ էր։ Հարկ ու պատիվ։ Հարկ և պատիվ քեզ, Լեոնիդ Ազգալդյան։ Ես կարող եմ այդպես ասել, որ ես եղել եմ նրա մարտական ընկերը։ Առողջ էր։